Ողջույն։ Արդյոք անցած ենք այն հանքավանեն եւ մտածած ենք, որ ամեն ինչ ծանր է մեր ուսերուն վրան։ Ծանոթումը գա, որ չենք գիտեր ինչ է։ Եվ փորձած ենք մեր կյանքի մեջ որոշ բաներ լուծել, փորձած ենք ուրախ բահեր ունենալ, դուրս երթալ, գալ, մեր միջավայրը փոխել, ընկերություններ մշակել, բայց դակավին ծանոթումը գա մեր վրան։ Եվ հետևյալ ձևով մոտավորապես արտահայտված ենք։ Բանը գա, որ ծանոթուն է իմ վրաս, բայց չեմ գիտեր ինչ է, կամ մեջս բարապետումը գա, որ չեմ գիտեր ինչ է։ Հիսուսին առաջին քարոզին բացակայությունն է։ Ապաշխարեցեք, որովհետև երկինքի արքայությունը մոտեցած է։ Այսօրվան մեր մտամփոփման եւ խորհրդածության բառն է ապաշխարությունը։ Ապաշխարեցեք։ Երբեք կյանքիդ ընթացքին մտածած ես ապաշխարելու մասին, կամ ինչ է ապաշխարությունը։ Բնականաբար պիտի չմտածենք ապաշխարելու մասին, այնքան ադեն, որ չենք գիտեր ինչ է, որովհետև իբրև մտածող էակներ չենք կրնալ անել բանը, որ չենք գիտեր նախ ինչ է ադիգա։ Առաջին հերթին եկեք տեսնենք, թե ինչ է ապաշխարությունը։ Եկեք անգերձ լանք, որ շատ անգամ երբ ապաշխարություն ասենք, գվախնանք, կամ մեր մտքի մեջ զանազան ու այլազան, այլ խոսքով, դեսակ մտածումներ կան, որ ապաշխարությունը այս է, այդ է, ինքնազրկում է, բադիժ է, ապաշխարությունը միայն հոգևորներուն համար է, շագերտներու մեջ կտնեմ հոգևորները, ապաշխարությունը միայն եկեղեցի կացողներուն համար է, ոչ, ապաշխարությունը բոլորին համար է։ Պետք է բոլորս ապաշխարենք անխտիր։ Եթե Քրիստոս իր առաջին քարոզը գսկսի ապաշխարությամբ, կնշանակե ադիգա որքան կարևոր է, որքան մեծ է անոր կարևորությունը մեր կյանքի մեջ։ Ինչ է ապաշխարությունը։ Հունարեն մեթանոյա բառեն կա, որ կնշանակե մտքի նորոգություն եւ կյանքի ընթացքի փոփոխություն։ Այս կամ բարձ եւ հստակ միտքդ պետք է նորոգվի, եւ մեր միտքերը պիտի նորոգվին Քրիստոսով, այլ խոսքով մեր մտածումները պիտի համարվին Քրիստոսի մտածումներուն, բادվիրաններուն, խոստումներուն, այլ խոսքով մեր միտքերը պիտի համարեցվին ավետարանին։ Երբ բանանք ավետարանը եւ գարթանք եւ տեսնենք Հիսուս եւ Հիսուսեն յետք ավակյալները, ավետարանիչները ինչ փոխանցած են մեզի եւ զանոնք կյանքի վերածենք, հոն արդեն գամած մեր միտքը կփոխվի, մեր միտքը կնորոգվի Քրիստոսով։ Գսկսենք դապեր մոդենալ, գսկսենք դապեր տեսնել ամեն բան։ Եթե չենք նվեր, գսկսենք նվել։ Եթե չենք սիրել գադավելապես, կսկսենք Քրիստոսին նման սիրել։ Եթե չենք կրնավ հանդուրժել որոշ մարդիկ, կսկսենք Քրիստոսին օրինակին հետևելով հանդուրժել մարդոց։ Ասիկա չի նշանակե, որ երբեմն հերավորություն պետք չէ բահել։ Եթե մարդիկ մեզ ծավծուցած են, երբեմն հերավորությունը կբահենք, բայց ողագալություն չենք կատարել, ադելություն չենք ունենալ, դարբերությունը մեծ է։ Հայ ավակելական սուրբ եկեղեցին ալ մեծ կարևորություն կուտա ապաշխարության զայն ունենալով իր 7 խորհուրդներուն մեջ։ Ապաշխարել կնշանակե կյանքի ընթացք փոխել։ Եվ հոս է, որ կգայանա մեր փուն խնդիրը, որովհետև չենք գիտեր իբր ապաշխարող ինչպես պիտի ապրենք։ Ապաշխարել չի նշանակե ինքնազրկում, ապաշխարել չի նշանակե բադիժ, ապաշխարել չի նշանակե տուն քու անցդ զրկես այս ինչ բանեն եւ այնինչ բանեն։ Ապաշխարել կնշանակե աշխարհի մեջ ապրել, բայց մեղքին իշխանության դակ չմնալ։ Ապաշխարել կնշանակե իբր մարդուն դգարանաս եւ պիտի դգարանաս, որովհետեւ գադավյալ չենք, մեղք կնանք կործել, սխալ կնանք կործել, հանցակ կնանք կործել, բայց մեղքը սիրելով չենք կործել։ Մեղքը մեր կյանքի մեջ չենք պահել, այլ կփորձենք այդ մեղքեն ձեփ ազատիլ, կփորձենք
այդ ձանմությունը վերցնել մեր վրային ինչպես սկիզբը ասի որ ձանմությունը գսկանք մեղքն է մեղքի այդ իշխանությունն է որ չենք կնավցებ ազատիլ անգե եւ այդ բավաբությունը պիտի լեցնենք որ Հիսուսին մնայուն ներգայությունն է պետք է Հիսուսը մեր մեջ ունենանք մեր մեջ բահենք եւ Քրիստոսին նմանենք ամեն օր հոսե որ այդ ճշմարիտ հոգեվոր կյանքը կսկսի եւ հոսե որ մենք մեր անձը բավապ չենք սկավ ապաշխարեցեք որովհետեւ երկինքի արկայությունը մոտեցած է Մատթեոսի ավետարանի 4-րդ գլխուն 17-րդ համարի մեջ կգարտանք Սիրելիներ մեղքը մեր հոգիի մեջ վերք մգփանա եւ ապաշխարությունը այդ վերքը գփուժե երբ մենք մեր մամինին մորթը վիրավորենք գսկսենք տեղ կսել անոր վրան որբեսի չփոփոխի եւ որբեսի այդ վերքը շուտով կոծվի ապաշխարությունը մեր հոգին այնտեղն է որ չենք ցկել մեր հոգին փոփոխի չենք ցկել մեր հոգին ցավի մեջ մնա այլ գցկենք շուտով բժշկվի ահա թե ինչու պետք է ապաշխարենք մեղքը մարդը գեհևացնե աստուծմե բայց ապաշխարությունը մարդը գվերաթարցնե աստուծո հիմա որ այսքան գիտանք ապաշխարության մասին գտնանք հարցնել երբ պետք է ապաշխարեմ ավետարանը գսե հիմա է ժամանակը սիրելի հետևող վաղը գտնա ուշլալ վաղն մեզի չպատկանի անցյալն այլևս մեզի չպատկանի մեզի միակ պատկանող իրականությունը ներկան է հիման է հիմա ապաշխարե հիմա որոշում ար Քրիստոսին վերաթարնալու հիմա որոշում ար Քրիստոսին նմանելու հիմա որոշում ար Քրիստոսին պատկերով եւ նմանությամբ ստեղծված մարդիկը սիրելու ներելու հիմա որոշում ար մարդոց երկրորդ ավիտ մտալու ապաշխարությունը դգավներուն համար չէ ապաշխարությունը զովեղներուն հզորներուն զորավորներուն համար է յանքիդ մեջ երբեմն գտնաս որոշումը դժվար առնել եւ երբ այդ դժվար որոշումը առնես դու քեզ հերոս կսկաս ապաշխարությունն ալ այդպես է հերոսություն է Եթե դու հիմա գծար ապաշխարության որոշումը առնել կնշանակե հերոս ես Քրիստոսով հերոսացած Եթե հիմա դու գծար ապաշխարության որոշումը առնել եւ կանտել ամեն բան որ քեզ կհեվացնե Հիսուսեն Հիսուսին սերեն Հիսուսին նմանութենեն Աստվածաշունչեն եկեղեցիեն հոգեվոր կյանքեն կնշանակե որ դու հերոս ես Եթե հիմա դու գծար որոշում առնել Հիսուսին նմանելու եւ Հիսուսին պես Նևելու, ավիտ տալու, սիրելու գարավելաբես գնշանագե որ դու հերոս ես Այդ բոլորը վաղվան գործը չէ Այդ բոլորը հիմակվան գործն է Գուզեմ բատմությամբ մը ավարտել այսօրվան խորհրդածությունը Ո՞մը չավերը միասին ժողով մը գկումարեն եւ գսեն Ինչ կրնանք ընել մարդոց որ գավենանք սիրենք աստուծմե հերու բահել Մեկը գավաչավգե եւ գսե աստուծո խոսքեն հերացնենք Մույսը գավաչավգե եւ գսե եկեղեցիեն հերացնենք Մույսը այլ ավաչակն գուտա եւ գսե Փավեկորձություններն հերացնենք Իսկ չավերուն խմբաբեդը գսե ոչ այս բոլորը աստուծմե հերու չեն բահել Գվնան ետ մոդենալ աստուծո Եվ հոն գավաչավգե ու գսե Ես ունիմ մեծ գաղապարմը Մարդոց միտքիմ մեջ միշտ տնենք այն մտածումը որ վաղը գնեմ Վաղը գսիրեմ Վաղը ավիտ կուդամ Վաղը գնևեմ, վաղը աստուծո գվերթանամ, վաղը եկեղեցի գերտամ, վաղը գաբաշխավեմ եւ այլն։ Որովհետեւ այսպիսով վաղն ալ գուկա եւ հաջորդ օրվան գցկենք, այդպես կշարունակվի եւ այս կյանքեն կհեվանանք եւ աստուծո հաշիվ տալու ադեն կտեսնենք որ մենք որոշում չենք կրծած առնել։ Մի ցկեր չավին այս մտածումը գավենա քեզի հաղթել։ Ավետարանը գսե հիմա է ժամանակը։ Ավետարանի յուրաքանչյուր խոսքը նպատակ ունի։ Եթե գսե հիմա է ժամանակը, կնշանակե թե պատճառ մը գա ասելու։ Գիտե թե ինչու ադիգա քեզի գսե։ Երբ պետք է ապաշխարեմ հիմա։ Ինչ ապաշխարությունը վերաթարնալ Քրիստոսին նմանելով իրեն։ Այսքան